Բարի գեսօր սերներ, շնորհակալ ենք, որ Աստված շաբաթը ևս մեզի կյանք տվավ։ Մենք հասած ենք մեր սերդողության Հեսուի քիրքը, որ գսերնենք, գրեթե վերջավորության հասած ենք, վերջին մեկ տաս մնացեր, 12-րդ տասն է, գսե Աստված հավատարիմ է։ Նայենք, որ Հեսուի քիրքեն ինչպես կտեսնանք, որ Աստված հավատարիմ է մինչև հիմա։ Աղոթենք։ Երկնավոր փառաբերասուրբ Հայր, շնորհակալ ենք Տեր բոլոր բարիքներոդ համար եւ հատկապես քո խոսքիդ համար, որ մեզ տված ես, որ անիգա մեր շավիղներուն ջրակ կլա եւ մեր ուղին լույս կլա։ Երկնավոր Հայր, քո սուրբ հոգիդ կխնդրեմ, որ հիմա քո խոսքերդ մեզի բացատրե, հասկացնե, մեզի կործածե քո բարքիդ համար, Հայրեմ, քեզի համար փերանը լանք, որովհետեւ քո խոսքդ մեր սիրտերուն մեջ ոչ միայն լսող, այլև գադարողը լանք։ Հիսուսի անունով խնդրեցի, բարքիդ համար լա ամեն։ Այս շաբթվա գարտալու դեղն է Հեսու 21-րդ գլուխ 45-րդ համար։ Եվ դերը Իսրայելի դանն համար որչավ բարի խոսքեր, որ խոսեր է, անոնցմե համը չբաքսեցավ, ամենքս ալգադարվեցան։ Ամեն ալգադարվեցան, այո, շնորհակալ եմ, այո։ Կսվի թե 1961 թվականին, երբ որ Ջոն Էֆ Քենեդին պրեզիդենտ դիալար եւ իրեն առաջին ելույթը բիդնար հունվար 20-ին, ինչպես որ գիտեք, հունվար 20-ին միշտ պրեզիդենտը իրեն գրասենյակը գտնի եւ այնադեն երթում գնե որ ինչ պիտեսե այնադեն ինքը քանի մի խոսքեր խոսավ, շատ երկար չի խոսավ, գսեն թե 1366 բառ միայն խոսեցավ, բայց շատ անչնչելի հետ թողուց ասե ամերիկացիներուն սիրտերուն մեջը։ Անիկա մարդոց խրախուսեց, որ արտոնություններու փոխարեն կենտրոնան իրենց պարտականություններուն վրա։ Եվ մասնավորապես ասավ, մաքուր խիղճով, որպես մեր միակ ճշմարիտ պարգև եւ պատմություն, որպես մեր գործողությունների վերջնական թադավոր, եկենք առաջնորդելու երկիրը, որը գսիրենք, խնդրելով անոր այսքան խնդրելով Աստծո օրհնությունը եւ օգնությունը, սակայն իմանալով, որ այստեղ երկրի վրա Աստծո գործը իսկապես պետք է մերը ըլլա։ Այսինքն խիղճով ենք ինչ որ բիտնենք, քանի որ ասկորձը որ մենք կնենք, Աստծո գործն է որ կնենք։ Հիմա, երբ որ Հեսուն վերջացուց ամեն իր գործը, գսե որ եւ դեր Իսրայելի դան համար որ չափարի խոսքեր որ խոսած էր անոնց մեր փամը չբաքսեցավ, ամենքն ալ գադարվեցավ, ամեն բան գադարեց։ Աստված ինչ որ ըսավ որ Իսրայելի ժողովրդին պիտի դար Քանանու երկիրին մեջը ամենը տվավ։ Ուրեմն բոլորը գադարվեցան, գարտանք նաև 43-ին 21-րդ գլուխ 43 եւ 45 մինչև 45 համարները։ Եվ դերը Իսրայելի դուն դվավ այդ բոլոր երկիրը, որ անոնց հայրերուն դալու երթում էր, եւ զանիգա ժանքեցին ու անոր մեջ բնակեցան։ Եվ դերը զանոնք ամեն գոմեն հանգստացուց, ինչպես անոնց հայրերուն երթում էր, անոնց բոլոր թշնամիներուն բնավ մեկը չգդրվեցավ, անոնց թեմ տնելու, քանզի դերը անոնց բոլոր թշնամիներեն անոնց ցերկեն դվավ։ Ցերկը դվավ, միայն աչապ եղավ։ Միշտ գարտացիր արդեն։ Ուրեմն այս համարները քակատնագետը կգազմեն ասկիրքին, գնկծե որ թեման, քիրքին թեման ան է, որ Եհովան Աստված իրեն ուխտին հավատարմության վրան է, որ ինքը գբահ իր խոստումներ գադարը իր երթումները, ինչ որ ըսավ Աստված անիգա ըրավ։ Եվ նաև այս կարճ մեկ քանի խոսքերուն մեջը 43 համարը որ գսե, եւ դերը Իսրայելին դվավ այն բոլոր երկիրը, որ անոնց հայրուն դալու երթում էր, ու զանիգա ժառանգեցի արու մեջ բնակեցան։ Աստված ինչ որ ըսավ, անիգա ըրավ։ Դերը ինչ որ գսե անիգա բիդնե, եւ որ Աստված ըսավ որ նորեն պիտի կամ եւ ցեզ իմ կովս պիտանեմ, Հիսուս նորեն պիտի կա եւ մեզ իր կով պիտանի։ Երբ որ երբեմն աշխարհին ասան գնայինք միտքիդ մեջը գասկազներ երկվդանք ու կա, բայց Աստծո խոսքին երբ որ գնայիս իրեն խոստումները որ գադարված են, գիտես որ ինքը խոստացավ կարող է նաև անիգա անելու մեր կյանքին մեջը եւ աշխարհին մեջը։
Իսրայելցիները միշտ պետք է հիշեն, որ երբեք չեն գնալ իրենց ճշտամերուն կամ երկրի նկատմամբ հաղթանակները համարել իրենց ժառանգությունը, այլ միայն Աստծո իր դված խոստումին հավատարմության արդյունք։ Աստված ինչ որ քու կյանքիդ մեջ գլա, միայն քիցի որ Աստծո հավատարմության արդյունքն է որ քեզ եղավ, ոչ թե քու խելքը դեր, քու ուժը դեր, քու տրամը դեր, քու համբավը դեր, թուն չէիր որ ադոն կրիր։ Իսրայելը իր քանի հազար հոգիով չեր գնար Ադամեն երկիրը շահիլ, ադիգա Աստծո հավատարմությունն էր որ ադիգա իրենց տվա, ամբողջ երկիրը Աստված էր որ իրենց տվա, ասի է շեշտը ասոր վրան է։ Բոլորը գադարվեցավ 6 անգամ գհիշ աս 3 համարներուն մեջը 6 անգամ գսե բոլորը գադարվեցավ, ինչ որ Աստված ուզեց գադարվեցավ։ Ուրեմն մեկ անգամ եւս աս հեսուին քիրքի մեջ կնշվի որ երկիրը Աստծո բարգևն է, Յահվեին, այգամ Եհովային բարգևն է Իսրայելին համար, եւ մեկը չի գնալ ասել որ ինքը հրավադիգա։ Քանի որ Աստված երթում հրավ եւ իրեն ցերկը դվավ։ Ուրեմն ամփապացարաբես Աստծո նախաձեռնությանն է եւ վստահությանը վրա գնանք մենք վստահել։ Այս նույնչափ իրականությունը մեր փրկության մեջ։ Երբ որ Հիսուս եկավ եւ ասա որ շնորհքով կփրկվիք հավատքի միջոցով եւ Աստծեզ մեջ է, այլ Աստծո բարգևն է, ոչ ձեր գործերեն է, որպեսզի ոչ ոք չբարձենա, Եփեսացիներուն մեջ գսասիգա։ Ուրեմն հավաստի այս խոսքը նաեւ եթե անոր հետ մեռանք, անոր հետ ալ գաբրինք, եթե համբերենք։ Անոր հետ կթակավորենք, եթե ուրանանք, անալ մեզ գուրանա, եթե հավատարիմ չմնանք, այն հավատարիմ կմնա, քանի որ ինքը իրեն չի գնա ուրանալ։ Ուրեմն Դիմետրոսի մեջ գսասիգա համբերենք եւ չի քայթագենք որպեսի ուրանանք, այլ մինչեւ վերջը հավատարիմ մնանք, քանի որ ինքը մեզի համար հավատարիմ է։ Ուրիշ տեղ մը գսե Գորընթացներուն մեջը Աստծո խոստումները այոն այո է եւ ոչ չէ։ Աստված ցեզի համար այո է։ Աստծո ուզածը մեզի համար բարի է, գիտեք ինչ Աստծո գամքը մեզի հանդեպ բարի է, հաճելի է եւ գադարյալ է։ Ոչ միայն բարի, այլ հաճելի է։ Այսինքն լավ բան է։ Վախտանալու բանը չէ, հաճելի է։ Կամ մտահոգվելու բանը չէ, հաճելի է։ Միայն մեկ բան կա, աստեղ հնազանդություն։ Հնազանդությունը պայման է։ Եթե իմ խոսքից մտի գնենք, եթե Աստծո ցերկը բռնենք, եթե հավատարիմ մնանք, պայման մը գա մեզ մեկ ախյալ։ Մենք միայն մեր գամքը Աստծո հանձնենք։ Չպետք է անգալել, որ երբևէ հաջողության կարելի է հասնել առանց չանքերու։ Նստաստեղը պիտի չլադիգա։ Այն միշտ կապված է Աստծո խոսքին հնազանդվելու հետ։ Աստված է ելիր կնա, չես նա նստած մնալ, պիտի ելես պիտի երթաս։ Ուրեմն գարտանք Հեսու 23 1-5 համարները։ Բավական ժամանակ անցած էր այն օրեն, երբ Տերը հանգստացուց Իսրայելը անոր բոլորտիկը բոլոր թշնամիները։ Հեսու որ ձեռացած ու տարիքը արած էր, կանչեց բոլոր Իսրայելը, անոր ձեռերը, իշխանները, դադավորներն ու ոստիկանները եւ անոնց ասավ. Ես ձեռացա եւ տարիքս արի, դուք տեսաք այն ամենը, որ մեր Տերը Աստվածը մեզի համար արավ, այս բոլոր ազգերուն, քանզի ծեր Տեր Աստվածը ինքը ձեզի համար պատերազմ արավ։ Նայեցեք, ես ձեզի այս մնացած ազգերը վիճակով իբր ժառանգություն բաժնեցի ձեր ցեղերուն համեմատ, Հորդանանին իմ գոդրած բոլոր ազգերից մեկտեղ մինչև մեծ ծովը դեպի արևմուտք։ Ձեր Տեր Աստվածը ինքը ձեր առջևեն պիտի հալածե զանոն ու պիտի վրընդե եւ անոնց երկիրը դուք պիտի ժառանգեք, ինչպես ձեր Տեր Աստվածը ձեզի ասավ։ Շնորհակալ եմ։ Հիմա մենք ասիկը գարտանք, ասկե մենք օրինակ կընդունենք, քանի որ մենք մեզի փրկության համար օրինակները կարևոր են։ Երբ որ գսե որ Ձեր Տեր Աստվածը ինքը ցեզ համար պատերազմ արավ,
մենք մեր ուժերուն վրա չենք կնալ վստահել, որ մենք կնանք, այլ դերն է, որ մեզի համար կգրվի։ Ինչպես որ դերը մեզի համար կգրվի, նույն ձևով հնարավորություն կտա, որ մենք հոգևոր պատերազմ ունենանք մեր մեջը։ Կողոսացիներուն 2-րդ գլուխ 15-րդ համարը Եվ իշխանություններն ու բերությունները մերգացուց ու հայտնաբես խայդարագեց հաղթելով անոնց անով, այսքան իր անցովը, Քրիստոս իր անցովը հաղթեց իշխանություններուն եւ բերություն, որ մեկ իշխանություն, ոչ միայն կառավարական, այլ հոգևոր իշխանություններուն ու հրամաններով հաստատված պարդամուրհագը, որ մեզի հագարակ է, չնչեց մեջտեղեն վերցուց ու խաչաբայնի վրա կամեց։ Ինչ որ սանան մեզի հագարակ կխոսեր, անդիգա Հիսուս վերցուց։ Ուրեմն, եթե Իսրայելի հաղթանակները չէին գնա վերակրել անոնց ուժին եւ ռազմավարությանը, նմանաբես մեղքի ու քայթաղության թեմ հոգևոր հաղթանակը ապահովված է Հիսուս Քրիստոսի զոհաբերության եւ հարության միջոցով։ Այսօր Աստծո ժողովրդին կմնա հաղթական կյանքով ապրելու համար, որ ապավինի Սուրբ Հոգին դրամատրած հոգևոր բաշարներուն։ Ասիկա հիանալի խոստումն է մեզի համար։ Եվ ինչու համար թեր մեզի թյուրուն է մեղանչելը։ Ինչու համար մեղքի մեջ կինանք։ Եվ հնազանդ չենք։ Շիտակ է, Աստծո խոսքին հնազանդ չես լար մեղքի մեջ կինաս։ Եթե Աստծո խոսքին հնազանդ լաս, մեղքի մեջ դերը կբահ է, որ մեղքի մեջ աչինաս։ Ուրեմն կանք հստակ սահմաններ գսե։ Ուրեմն այս խոսքերը հեսուն կործած է, հեսուն գսե Իսրայելին արչև գայնած խնդիրը առաջին հերթին ռազմական բնույթ չունի։ Այս հոգևոր բնույթ է եւ գարանչվի Աստծո խոսքին մեջ բացահայտված կամքին հնազանդվելու հետ։ Հեսու 23:6-8 Այո։ Ուստի խիստ ջիր եղեք, որպեսզի Մովսեսին օրենքները գրքին մեջ գրված բոլոր բաները ըսկուշությամբ գործադրեք, ու անգե աչ գոմ կամ ցախ գոմ չխոդորիկ, որպեսզի ցերկով մնացած այս ազգերուն հետ չխառնվիկ ու անոնց ասվածներուն անունները չհիշեք եւ անոնցով երտում չնեք ու անոնց չծարայեք եւ անոնց երկրպագություն չնեք, ապա դեր ասուզուն բարի ինչպես մինչև այսօր ըրիկ դերը ձեր արչևեն մեծ զորությամբ ազգեր վրընդեց ու մինչև այսօր բնավ մեկը չգրծավ ձեզի դեմ տնել, ձեզ մեկը անոնց հազարը հալածեց, կանցի ձեր դեր ասվածը ինքը ձեզի համար պատերազմեցավ, ինչպես ձեզի խոստացած էր, ուստի աղեք զգուշություն ըրեք, որպեսզի ձեր դեր ասվածը սիրեք։ Այո, շնորհակալ եմ։ Ուրեմն պայման կա, նորեն պայմանը հոս կտրվի։ Աշխատասեր եղեք, ասել ժիր եղեք, եւ ուշադիր եղեք, այսինքն որ Մովսեսին դրած օրենքը գադարեք։ Հիմա մենք հալ, երբ որ նոր գդագարան մեջ Հիսուսի փրկություն ունենք, նույն ասպանին համար է։ Կսե որ ուշադրությամբ կործածրեք, աչ կողմ կամ ցախ կողմ մի խոդորիկ Հիսուսեն։ Հիսուսի ջամփային աստին անտին մի երթակ, մի ինակ։ Հիմա Իսրայելին սպառնացող վտանգը ոչ թե մնացած ազգերուն թշնամանքին սպառնալիքն էր, արդեն գրավվեցավ ամեն բան, այլ անոնց բարեկամական հարաբերությունների վտանգը։ Հիմա ուրիշ վտանգ մը ելավ։ Չլա որ թրացի ազգերուն հետը խնամիական գապ ունենաս կսե, հարաբերություն ունենաս եւ անոնք քեզ իրենց բուրքերուն օրինակ հոսքս է բայց եթե անգետ դառնալու լագուցերքով մնացած այս ազգերում մնացորդին հարիկ եւ անոնց հետ խնամություն ունեք եւ դուք անոնց հետ խառնվեք եւ անոնք ացեզի հետ ըստ դուք գիտեք որ ձեր դեր Աստվածը անգամնալ այս ազգերը ձեր արջեն բիտ չվրընդե
Հաբա անոնք ցեզի որոքայտ ու քայտաղություն բիլան եւ ցեր գողերուն խթաներ ու ցեր աչքերն փուշեր մինչեւ փնաչին ճլակ այս ընդիր երկրին վրայեն որ ցեր դասը ցեզի դվավ այսինքն ուշադիր եղեք Աստված ցեզի ազատ կամք տվեր է դուք պիտի անդրեք բայց գիտեք որ եթե խառնվիք եւ անոնց չասվածները ճաշտեք Աստված ցեզ պիտի հեռանա հիմա նույնն է եթե մենք անհավատներուն հետ կխառնվենք օդար ուսմունքներու հետ կխառնվենք մենք կգործընծնենք Աստված չուզեր որ խառնվենք անոնք խթան պիտի լան որոքայտ պիտի լան պիտի քայտաղեցնեն ցեզի ուշքուշ եղիր գսե Ուրեմն ռազմական ուժը չէ որ վախնալիք է այլ բարեկամականը որ չես գիտնար որ թշնամի է Դագեն եւ անոնց աստվածներուն գսե անունները ինչու համար գսե որ երբ որ մեկը իրեն աստծո անունը կգանչեր այսինքն հաստատ կորձ է ասիգա հիմա ինչպես որ երթում գնե մեկը մամայիս քերեզման բաբայիս քերեզման ասինչին անունովը գիտեք ժողովրդի մեջ տարածված է ադիգա շիդակ չէ ադիգա փոխանակ աստծո անունը գանչելու Այո, անով երթվելու, անոր ծառայելու կամ խոնարհվելու արգելքը գաբ ունի գրաբաշխության հետ։ Այսինքն Աստծո անունը թունքը Աստծո, ասե որ իմ այոս այո է, ոչը ոչ է։ Սուտ չես խոսիլ եւ ամեն մարդ կգնա տեսա որ թուն քու կորցիկներն ես, պետք չունիս երթում բերելու չասվածներու անուններ դալու։ Որ Romancal Աստծո անունը բարապտեղ դրանին դառնեն։ Ադիգա է գսե որ պետք չէ ես գսե որ ադիգա գրաբաշխություն է այսինքն ադիգա աստված պաշտել չէ ադիգա գուրք պաշտել է Oh my god դսել է սխալ Այո Այո Գսե հին մերձավոր արևելքին մեջ աստվածության անունը կներկայացվի անոր ներկայությունը եւ զորությունը օդար աստվածների անունները առօրյա ողջուններ եւ կորզարար կորզակներու մեջ կանչելը կամ հիշադակելը Կնշանակե ճաշտան անոնց իշխանությունը եւ գոկնել իսրայելներուն գալիքի ժամանակ փնտրել անոնց զորությունը։ Երբ որ անունը գուտած կխորես վադոր մեջ ուժ գա։ Մեռած մայրդ, մեռած հայրդ կամ փամը ադոր մեջ ուժ չի գա։ Ծադրական է հետաքրքիր եկել է հետեւանալ ինչպես աստանուն դրան մեջ առնեն։ Մեկը անագանգալ փամը դեսնե, դարին կիացկոտինը դեսնե, ասի oh my god Ուրիշ բան դեսնե oh my god, ասի բոլորը ինձ սխալ է։ Ոշակ կոբա։ Բոլորը ինձ սխալ է։ Այո։ Իրավունք չունենք մեկ աստանուն բարապտեղ դրանից առնել։ Որտեղ դիտել ես աստանը կրած դառեմ, ես պետք է աղոթեմ, իրական ինձ մտի կնեգոր որ ինչ կսեմ որ ես ճամփան մեկ գալի որ դեսա դարբեր դեսա պամոխոսեցա ամիջապես աստանուն ասի օ աստանուն ասի օ աստանի ադիգա չես կրնալ աստանուն խալիկ չէ որ ամեն դրանց մեջ Այսինքն քու զարմանքիդ համար տուն աստծոանունը կգանչես երբ որ աստծոանունը իրականության մեջ կա մեր աստծոանունը զորավոր է Սուրբի գսե որ երբ որ Հիսուս Քրիստոսն անունեն գվախտան բաները թևերը գվախտան երբ որ տուն կգանչես աստծոանունը իրեն զորությունն է որ կգանչես հասյա նույնը գսե որ այսինքն իրենց չասվածներուն անունները գանչեն խորելով անեգա զորություն իրեն չասվածները չունի զորություն բայց մեր աստվածը զորություն ունի մենք մեր աստծոանունը երկրորդ պատվիրանքն է գսե բարապտեղ փերանտ մի առներ քանի որ երբ որ կգանչես կնշանակի որ ինքը օգնություն կուզես եւ բարապանի համար օգնություն չես ուզեր բարապտեղը երևայգա որ մեկը քեզի անընդհատ քո անունը տա գսես որ ինչ կուզես Ինչ կուզես, անունը ինչ անունս կուդասկոր, ինչ կուզես, աստծո անունալ, ինչ կուզես կսե աստվածից մե, անունս տվիր ինչ կուզես։ Մեղքը կորձեն եթե անունի վրա աստանը բարապտեղ դրանին առնեն, աստանը միան երկր բախության ադեմ պետք է առնեն, Ես շամ շնորհակալության ադեմ биш առնեն, փառք տալու ադեմ իրանան դրանին, ասիգա է աստո անունը աստոր համար պետք է ամեն մարդ կորձած է եւ ոչ թե իրեն կմահաճուկին համար պերանա Մեղ կահավաք է կողքուն և մեղ կահավաք է։ Եվ երբ որ նեղության մեջ ես, Հիսուսի անունը կգանչես մեկ քեզի այդ նեղությունեն ազատ է, ուրեմն բարապտեղը չես կնար ադիգա առնել։ Հիմա հոս կանանացիներուն, այո հրամե։ Դարիներ առաջ դեղ մնեի, խոսակցության մեջ ճիշտ oh my god կսե որ, հարցասի որ ինչու անան կխոսես կորեսի, սավ ինչու, Ասի բարապտեղ աստծո անուն պերան կանես կոր, անիկա մեղ կեսի։ Մեղն կամին անդրադարձա, օ չէի կիդեր։ Հավատացյալ է։
այո, Այո։ հա, ասի որ Թունիսի yani հավատացյալ ես եւ ամեն փրակ կանես որսի, ադիկա մեղք էսի։ Այո։ Երբեմն մենք հոգևոր դաստիարակություն շատ անգամ չենք ունեցած կամ ուշադրություն չենք դարձած, անոր համար աշխարհին գնայինք կամ մարդոց գնայինք, անոնց երազները գնենք, բայց ավելի լավ է որ ուշադիր լինենք Սուրբ Գիրքին նայենք։ Ուրեմն կանանացիներու հետ կսե խառն ամուսնություններու վտանգը Իսրայելի հոգևոր մաքրությունը գործնելու կնշանակեր։ Մենք հալ երբ որ մենք խառը ընկերներ, ինչպես կսեն որ չար ընկերները բարի վարքը գաբագանեն, երբ որ սխալ ընկերներու հետ բարեկամություն գնենք, մեր հոգևոր մաքրությունը կնանք կորսցնել։ Ուշադիր պետք է լինենք անոր համար։ Ուրեմն Հեսուի խրադի նպատակը ոչ թե որ ռեյսիստ էր, այսինքն ասկային խնդրություններ, այլ գրաբաշտերն խուսափելներ, որ գնար հանգեցնել ոչ միայն անցին, այլ բոլոր Իսրայել ժողովրդի հոգևոր գործանմանը։ Մեզիալ մեկ հատ սխալ գլա, ամբողջ ընտանիքին նեղություն կբերե, երբ որ մեկը սխալ գնե։ Ինչպես որ Սողոմոնը խառն ամուսնություններ ունեցավ, շատ տխուր հետևանք ունեցավ ինքը, դարիներով ասում է հերու գեցավ։ 1000 հատ ասոր անոր հետը անոր գսե իրեն գիները իրեն գրաբաշտյան դարին։ Սուրբ Գիրքը գսե անիգա։ Դրանց ֆազներից կսապաշտել։ Այո, նոր գդագային մեջ քրիստոնյաները բացահայտորեն կզգուշացվին ամուսնական հարաբերությունի չփնտրել անհավատներուն հետ։ Թեև քույթու ունեցող ամուսնուների դեպքում Պողոս Արաքյալը գսե որ խորհուրդ չի տար որ ամուսնալուծվին անհավատ ամուսնեն, սակայն ոչ կնե ապրիլ օրինագերի քրիստոնեական կյանքով ամուսինը թեպի դերը շահելու հույսով։ Եթե ամուսնացած ես եւ տուն հավատացյալ եղար, սկսար Աստծո հետևել, բայց ամուսին չէ որ բաժնվիր։ Բայց երբ որ չես ամուսնացած եւ տուն հավատքի մեջ ես, կսե որ ուշադիր եղիր անհավատի հետ մի ամուսնանար, քանի որ քու հավատքի կյանքը գրնա գործընծնել։ Ոչ թե տուն անոր գշահիս, այլ անի քեզի աշխարհ կդանի։ Ընդհանրապես այդպես կլա։ Տերոջը փարգությունը, ինչ է Տերոջը փարգությունը, Հեսու 23, 15 եւ 16 համարներուն մեջն է։ Հեսու 23, 12 եւ 13։ Ադհերամ է։ Այս եթե ագեր առնալու իչերքով մնացած այս ասկերում մնացորդին հայ և անոնց հետ ամություն է դուք անոնց հետ խառնվի և անոնք ալ ձեզ հետ դուք գիտեք որ ձեր Տեր Աստվածը անգամ մնալ այս ասկերը ձեր արջերեն պիտի չվրընդե ապա անոնք ձեզի որոքայք ու քարտախություն պիտի ըլան և ձեր ողերուն տտաներ ու ձեր աչքերուն ուշեր ինչ է որ նա չինչ ըլա այս ընդիր երկրին վրային որ ձեր Տեր Աստվածը ձեզի տվա Այո, շնորհակալ եմ։ Ի որ չափ որ Տերոջը խոստումները հավատարմորեն կատարված էին Իսրայելի օրհնություններուն վերաբերյալ, ըսա որ ցեզի պիտի օրհնեմ եւ օրհնեց, այդ չափալ ուխտին անեծքները, որ քանի մտած առաջ ասենք որ երկու լեռներու վրա մեկտեղ անեծները գարտացվեցան, մեկտեղ օրհնությունները գարտացվեցան, այդ չափալ եթե հնազանդ չլնային ուխտին անեծքները իրականություն բիթարնար իրենց վրա։ Այսինքն փախուս չի գա, Աստծո ցերքեն Աստված արդար է։ Եթե իսրայելցիները մերժեին Աստծո ուխտը։ Եհովան ի վերջո ողջ երկրի թադավորն է, ամբողջ աշխարհի թադավորն է անիգա։ Ինքը Աստված է, որ կհայտարարե պատերազմ մեղքի թեմ անգախ անգե թե ուր կգտնվի այդ մեղքը, ով այդ մեղքն է, ադիգա Աստծո համար հագարակություն է։ Իսրայելի ընդրության իրավունքը կամ ուժը անցյալի փառահեղ հավաստիացումներն աբակայի հետ առեսվելու հիմք դարձուցին։ Ասի հետաքրքիր էր։ Անգլերեն մեջ ավելի հասկանալի էր, քան թե հայերեն մեջ գրվածը։ Այսինքն որ անցյալին ժամանակ Իսրայելը փառահեղ հաղթություններ ունեցավ,
Ադիկա պետք է հիմքը լար իրեն համար, որովհետեւ ինքը իրավունք ունենա ընդրություն անելու։ Այդ հիմք է Աստծո դված հաղթանակները իրեն համար հիմք պետք է ծառայեն, որ ինքը ընդրություն կդարե, ինչ պիտի։ Երբ որ մենք ետ կդառնանք կնայենք որ Աստված մեզի որչափ նեղությունները ազատած է, ադիկա հիմք պետք է լա մեր կյանքին մեջ, որ մենք ուզենք որ ավելի Աստծո ծառայենք եւ ավելի նվիրված լինենք եւ չխախտենք, հավատարիմ մնանք Աստծո։ Մենք գիտենք որ Աստված սեր է, Աստված նախ Աստծուն կներկայացնեն որպես սիրող, համբերատար, երկայնամիտ եւ ներելու պատրաստ։ Աստված սեր է եւ ողորմած է։ Սակայն մեղքի դուժած աշխարհին մեջ Տերոջը փառությունը անոր սրբության ու արդարության վերապրբունքն է մեղքի ու չարի հետ հանդիպելու ժամանակ։ Օրինակի համար Եթե մեկը մեղք կորզեց եւ այդ մեղքը չի բաճվեցավ, հոն արդարություն չի գա։ Ուր որ արդարություն չի գա, սեր չի գա։ Քանի եթե մեղքը չբաճվի, արդարությունը չի մնար։ Օրենք չեղավ այսինքն ադիգա, լավ չեղավ։ Եթե մեկը ինձի հանդեպ սխալ արավ եւ այդ սխալը չի շտկվեցավ, կամ չի բաճվեցավ, ես դժվար մնացի։ Եվ ադիգա արդարություն չեղավ ինձի համար, նույնն էլ քեզի համար։ Ուրեմն սերը չնշանակի որ արդարություն պիտի չլա։ Ողորմությունը չի նշանակի արդարություն պիտի չլա, արդարությունը պիտի լա։ Անշուշտ թե մեր բոլորին արդարություն Հիսուսի վրա բեռնվեցավ եւ ինքը մեր մեղքին բադիժը ինքը գերավ։ Այո։ Հիսուսի մահով մենք հաշտվեցանք Աստծո հետ։ Ուրեմն ով որ կհավատա Հիսուսին, ստիպված չլար Աստծո փառքությանը արժև գնալու։ Աստծո փառքության խաղապարը Աստծո ներկայացը որպես դիեզերքի արդար թադավոր եւ արդարության կորձի պաշտպան։ Ուրեմն քալով վերջավորության ինչպես մենք պետք է Աստծո յետևեն երթանք, հարինք, լին, այո, Բրեշքանտրությունը ինձից կես։ այո, այո, Բրեշքանտրությունը ինձից կես։ այո, Մենք ներով պետք է։ այո, մենք կներենք, բայց արդարությունը Աստված ի վերջո կորձի գան է։ Միակ ճամփան, որով Իսրայելը գնար խուսափիլ գրաբաշտյան քայթաղութենեն եւ Աստծո փարգութենեն, ոչ թե անել որ ասիմիներ, անիմիներ, ասիգա չեր միայն, այլ Տերոջը հանդեպ գիտակցված եւ հետեւական հավատարմությունը զարգացնելն էր։ Ոչ թե որ ասի բիչնես, ադի չէ, այս սեր ունենամ Աստծո հանդեպ արդեն չեմ մներ այդ բաները։ Երբ որ մեգումը գսիրես, անոր սխալ բաներ չես աներ, անոր չես ցավցներ, քանի որ գսիրես իրեն։ Ոչ թե օրենքով պետք եմ ասիգա, ոչ, բայց քանի որ գսիրեմ, ադո համար չեմ մներ ադիգա։ Տարբերություն կա մեջը, ասոր մեջը տարբերություն կա։ Հեսուն գոչկն է սիրել Աստված 23:11 համարին մեջը։ Ուստի աղեք զսկուշություն երեք, որովհետեւ ձեր դեր Աստվածը սիրեք։ Ասի նոր գդագան չէ, հին գդագան է։ Սերը միայն հինին մեջ նորին մեջը չէ, հինին մեջն է սերը գար։ Աստծո սերը ամեն տեղ է, Աստծո սերը սկիզբն է։ Աստծո սերն է որ արարեց աշխարհը եւ մարդը։ Ուրեմն Հեսուն կսկուշացե որ Աստված սիրեք։ Սերը չի գնար հարգաթրվիլ, զորովեն չլար սերը։ Հագարակ դեպքում այն կթաթարի լալ սեր։ Այնուհետև ինչ իմաստով գնանք բادرարտել սերը, չես գնար բարդատրել։ Այսինքն Աստված ազատ ցկած է որ դիմացինը սիրե քեզի։ Աստված ամեն բան ыրա որ քուսերդ գրավե։ Քեզի ստեղծեց, քեզի դվավ ամեն ինչ, ճուր, օդ, կերագուր, ամեն բան։ Իր սերը, իր խաղաղությունը, փրկությունը ամեն բան դվավ, որ քեզի գրավե, որ թուն իրեն անդրադարձես իրեն սերը։
Ինչպես որ երիտասարդ մգերտա աղջիկ մը գահավնի եւ ամեն բան գնե, ծաղիկներ գբերե, գեղեցիկ տեղ մը գդանի, ավոր ճաշարան գդանի, իրեն լավակույնը գուզեցնել, լավ հագուստ կհակվի, երեսը գտրաշե։ Օրինակ եմ գուզե որ հավնվի, քանի որ աղջիկը գուզե որ աղջիկան սերը կրավե իրեն գողմը շիդայե։ Զորով են չի գնար աղջիկան սերը իրեն դալ։ Զորովն է նգցի գերտա։ Հա, գերը։ Օրինակի համար, կախում ունի թե ուր երգիրն ես, որ մեկ թարաշրջանի մեջը գաբրիս։ Որբեսի Իսրայելը շարունակ վայել է ուխտի օրտնություններ, այն պետք է հավատարիմ մնա Աստծո։ Եվ ամուսնացան Աստծույքը։ Եթե մեկը միշտ անհավատարիմ մնա, բանը կգործվի, ատմիությունը կգոդրի։ Հավատարիմ պետք է լա։ Ուրեմն զգուշ եղեք, ձեր անձերուն նկատմամբ կսե, եբրայեցիներուն մեջը։ Սողոմոնին անհավատարությունը հեչ մեկը չգդրեց։ Հազարագինը։ Աստված միշտ ցանկացած է, որ իր բادվիրանքներուն հնազանդվելը փխե իր հետ անձնական փոխհարաբերություններն։ Քեզ գսեփերի ինձի մոտ, երկրորդ օրինացի մեջը։ Հիմնած այն բանը, թե ինչ երազանիգա իր մեծ ողորմությամբ եւ սիրով։ Աստված գսե որ քեզի իմ կողմս բերի։ Քերեցիկ բամը գտեսնաս, սիդը դասան գուրջանա, գուրախանաս, ասիշ քերեցիկ է։ Աստծո փառք տորած քերեցկության համար։ Այսօր քացին քերեցիկ նվակ մը լսեցինք, երկ մը լսեցինք, Աստծո փառք կուտային որ երկին մեջը շատ քերեցիկ էր, ներսեդ լալդ կուկա, նույնիսկ երկին քերեցկութենեն կամ բարերուն քերեցկութենեն։ Երբ որ Աստծո քերեցկությունը գնայիս, ուզես Աստծո փառք տալ, ուզես Աստված պաշտել, իրական պաշտել Աստված։ Եվ Աստված կգամենա, որ մենք մտերիմ, անձնական հարաբերություն ունենանք յուրաքանչյուր իրեն հետ եւ մարդոց հետ, ով որ կփոխադարձնե իր սերը։ Այսպիսով անոր համընդհանուր սերը բոլորի հանդեպ մեր գամավոր փոխադարձ սիրո թրսերման շրջանակն է։ Այսինքն Աստծո սերը մեր մեջ է, որ մենք բոլորին կսիրենք։ Հիսուսը ինչու սա նոր բادվիրանք մգուդամ ցեզի, ինչ իմաստով ասի նոր էր եւ հիներ։ Ասա որ իրարու սիրեցեք։ Ցեզի նոր բادվիրանք մգուդամ իրար սիրեցեք։ Կարևոր ասիգա է։ Ուրեմն վերջացնելու համար Աստված կյանք տվող է։ Ճիշտ սկիզբեն անոր բոլոր օրենքները հաստատված են կյանքի համար։ Աստված գսե մեղավորին մեռնելը չեմ ուզել։ Աստված գսե բոլորը կյանք ունենան։ Ինչպես որ Հովանու 3:16-ը գսե։ Մինչև որ միածին որդին դվա որպես ամեն ով որ անոր հավիտենական կյանք ունենա։ Աստծո ուզածը որ մենք հավիտենական կյանք ունենանք։ Մեղքը, բայց մեղքը խափանեց Աստծո սահմանած կարգ եւ ադոր հետևեց տարածայնությունը, քանի դեռ քոյությունի մեղքը տարաբանք ու մահը անխուսափելի են։ Միայն շնորհիվ այն բանի որ մեր փոխարեն փրկիչը իր վրա գրեց մեղքին անեծքը, մարդը գրնա հույս ունել անցամ խուսափելու անոր սոսկալի հետևանքներն։ Ուրեմն վերջավորությունը Հիսուսի քանք մեր հավատքին, կատարողին եւ առաջնորդին եւ ունենանք այն ամենը, ինչ որ Տերը մեզի խոստացավ։ Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար, Տերը օրհնե մինչև հաջորդ հանդիպում։